Դե ինչ ողջույն կրկինի Մալիքում եք, ես նոր աշխատանք եմ պատրաստվում սկսեմ, մի քանի ավարտած աշխատանք ունեմ, որով կկիսվեմ ձեր հետ, ցույց կտամ ինչ արդյունք եմ ստացել, ուրեմն պատրաստվում եմ առաջին անգամ աշխատել այս մոդելով, Եռնարտի Dolce Baby ֆիրմայի թելն է, ինքը պլյուշ է, նախկինում երբեք իրանով աշխատանքներ չեմ արել, որովհետև պլյուշով գործված խաղալիքներն ինձ այնքան էլ դուր չեն գալիս, կարծես իրականությանը չհամապատասխանեն, հա, մի փոքր ավելի կոպիտ են ստացվում իրանց դիմագծերը, բայց այս անգամ մի խոսքով ունեի, որոշեցի օգտագործեմ։ Սա արդեն տեսել էիք, ասել էի, որ մի քանի օրինակ ևս կունենամ, սա սենց սպիտակով տարբերակն է նուրբիկ, և քանի որ վարդագույնս շատ էր մնացել, ես որոշեցի, որ այսպիսի կապուտաչա վարդագույն էլ կունենամ, ինչու ոչ, ես փոփոխություններ արեցի, զգեստը մի փոքր ավելի լայն եմ արել սրտիկները վրայի և շեպեր ավելացրեցի, որպեսզի այս ներքևի հատվածի հետ համապատասխանի։ Երանգը հիմա կարծես կանաչի մոտ է, բայց իրականում ինքը կանաչ չի, ինքը մոխրագույնի մոտ երանգ է, տեսեք չի ֆիքսում, մոխրագույնին մոտ երանգ է, հաստատ կանաչ չի ու շատ սիրուն համադրվել է սպիտակի և վարդագույնի հետ, իհարկե դուք էլ ձեր մեկնաբանությունները, կարծիքները գրեք, տեսնեմ, որ մոդելն ավելի շատ հավանեցիք, սպիտակովը թե վարդագույնովը, կարծես մի փոքր շատ քիչ, չափից վարդագույնս մեծ է ստացվել, չնայած որ նույն համարի թելերն են, նույն մոդելի, բայց վարդագույնը կարծես մի բուջուրիկ ավելա բոյ է ստացվել, հետո այստեղ ուրեմն սպիտակի աչքերը 10 մմ աչք եմ օգտագործել, այս մյուսինը կապույտները, քանի որ փոքր չկար, 12 մմ եմ օգտագործել, ինձ թվում է մեծ է, տեսեք, բայց շատ սիրուն է իրան սազում, ամեն դեպքում ինձ թվում է, եթե 10 լիներ, ավելի գեղեցիկ կհամադրվեր, չգիտեմ, հետևից այսպիսի տեսք ունի ինքը, շատ կոկիկ, գեղեցիկ, այստեղ ինձ մնում է միայն ուրեմն ավելացնեմ այս լոգոն, ոնց որ սրա վրա է և կգնա ինքը սպասելու նոր տերերին, հա մեկ էլ այս մյուս սպիտակ մոդելում ինձ գլուխը դուր չէր գալիս, ինձ թվում էր շատ մեծ է գլուխը սպիտակի, ես այստեղ մի քանի շարք կրճատեցի ավելի փոքրիկ գլուխ ստանալու համար ու ստացա այն ինչ որ ինձ պետք էր։ Ունենք այսպիսի արդեն երկու սիրուն թիթիզ տեսակ, միգուցե եթե բեժևի թել գտնեմ այս նույն մոդելից, կգործեմ նաև բեժևին, արդեն երևի թե զգեստը ուրիշ գույն կանեմ, միջայլոց սա Վալենտինի տոնին ընդառաջ եմ արել, հետո երբ որ դուրս եկա, հիմա ժամանակ չունեմ, իհարկե պիտի գնամ թելերի խանութ, երբ որ դուրս եկա, ես կարմիր թելը պիտի վերցնեմ, Եռնարտի ու բոլորին կարմիր սրտիկներ եմ անելու, որոշել էի ճիշտն ասած ուրիշ գույնով սրտիկներ անեի, բայց քանի որ եթե սիրտ, ամեն դեպքում կարծում եմ կարմիրն է գեղեցիկ լինելու, այնպես որ կսպասենք, եթե պատվերներ մինչև այդ չլինի, կարմիր սրտիկներ կավելացնեմ, եթե լինի, կգնան այնպես ինչպես որ կան, այսինքն ես աշխատանքը տեղադրում եմ սոցցանցերում, որտեղ որ ես կամ, իսկ ես կամ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում կարող եք մեկնաբանություններում գրեք, ես ուղումները կտեղադրեմ, անցեք, բաժանորդագրվեք, ակտիվ եմ լինում բոլոր էջերում, մի խոսքով ու հետևաբար, երբ որ ես տեղադրում եմ աշխատանքը, ցանկացողը տվյալ տեսքով արդեն պատվիրում է, ինչ որ բան ավելացնելու համար արդեն քննարկումներ ենք անում, ես արդեն որոշում եմ, կարող եմ, չեմ կարող, կտեղավորվեմ ժամանակի մեջ, թե ոչ,
Ձայներին ուշադրություն խնդրում եմ չդարձնեք, այսօր օրը շաբաթ է, երեխաները տանն են եւ միգուցե մի փոքր աղմուկ լինի, ես էլ էսպես։ Այսպիսի շատ հարմար փականներ ունի։ Մի անգամից ամրանում է, չնայած ես մի հատ էլ գործիքով հատուկ ամրացնում եմ, որպեսզի դուրս չգա, հիմա ամրացնեմ ու տեսնենք վերջնաարդյունքը արդեն։ Եվ վերջ ես ամրացրեցի, բավական արագ է ստացվում, ու տեսեք ինչ գեղեցկություն։ Որոշեցի գործիքով չամրացնեմ, որովհետև տեսեք այստեղ փոսի կա, մի բուջուրիկ առաջացել, չնայած դա մեծ խնդիր չի, բայց ամեն դեպքում այսպես թող լինի։ Դե ինչ, այս գեղեցկուհիները արդեն պատրաստ են որդեգրման, ձեզ տեսնեմ։ Իսկ ես անցնեմ գործի, սկսեմ իմ նոր աշխատանքը, պատրաստ լինելու դեպքում նորից կկիսվեմ, ակտիվ եղեք, բաժանորդագրվեք ալիքին, այդպես դուք օգնում եք, որպեսզի իմ ալիքը առաջ գնա, որպեսզի ես մոտիվացվեմ եւ ձեր համար նոր հետաքրքիր տեսանյութեր պատրաստեմ։ Բոլորիս լավ օր եւ մինչ նոր տեսանյութեր։